Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, AFL-ի YouTube-յան ալիքում մեկնարկում է AFL-ի երկրորդ դիվիզիոնի հերթական տուրի հանդիպումը։ Այսօր միմյանց հետ կմրցեն Arsenal-ի եւ Napoli-ի ֆուտբոլիստները։ Ներկայացնեմ արագորեն թիմերի կազմերը, այնուհետև շարունակենք։ Arsenal-ը դուրս է եկել հետևյալ կազմով՝ դարպասին է Անդրեյ Կուզմակովը, պաշտպանությունում Պոտասիմ Տանոպան, Գևորգ Զարգարյան, Էդգար Միրանյան, Արման Հակոբյան, կիսապաշտպանությունում Հարութ Եղանյան եւ Էդմոն Չոբանյան, ինչպես նաեւ Դավիթ Ալախանյան, հարձակման գծում Կամո Արզումանյանը, Արման Քեպիկյանը եւ Սերգեյ Գալստյանը։ Նապոլին հետեւյալ հայտարարությունն է դուրս բերել խաղադաշտ Կարո Պողոսյանը համար 2, Կորին Մխիթարյան, Արգիշտի Ներսիսյան համար 11, Դավիթ Վարդանյան համար 12, Միքայել Արաբյանը 13 համարով, նա թիմի հավաքն է, Ռուբեն Ալումյան համար 17, Վահագ Արաբյան համար 18 եւ Էմանուել Պետրոսյան համար 22։ Մեկնարկել է հանդիպումը, Arsenal-ի ֆուտբոլիստները խաղարկում են գնդակը սեփական կիսադաշտում։ Հակոբյանն է փորձում սկսել թիմի գրոհը։ Խաղարկում են գնդակը սեփական կիսադաշտում։ Օտիսան Հակոբյան։ Ալխանյադի Քեպիկյանն է խաղում։ Տարբերակը մնացից, բայց այլ տարբերակ ընտրեց գրոհի շարունակման։ Օտիսան։ Napoli ֆուտբոլիստներն են գնդակով կենտրոնում փորձում են գրոհ կազմակերպել։ Հորված ուղղությամբ անցնում է գնդակը։ Օտիսան դեպի աջ։ Հանգստում է, գլխավոր մրցավար Հագիկ Բեգյանն է, երկրորդ գնդակ է հայտնել դաշտում։
Ճաբանական գնդակ մնա Արսենալի մոտ։ Մխիթարյան դեպի Արաբյանն է խաղում, հետ Վարդանյան, դեպի աջ Պողոսյանները առաջ խաղում Վիկտորյանի փոխանցումը փակում են, բայց գնդակը մնում է Նապոլիի ֆուտբոլիստների մոտ, հարված տեղում է Կուզմակովը Առաջին հարվածը Նապոլիի ֆուտբոլիստների կատարմամբ հարվածը դարպասին է, բայց այդքան եմ Վտանգավոր չէր, Հակոբյան Ոչ չստացվում, Արսենալի մոտ կարծես թե Հակոբյանը չի հասնի գնդակին, պասպարացնում Նապոլի ֆուտբոլիստները լավ են խաղում Արաբյան Ներսիսյանը փոխում է գրոյի ուղղությունը Գրիգորյան, աճեզրում Գրիգորյանը Գրոյի շարունակությունը փնտրում կարող էր վտանգավոր լինել, բայց Արսենալն է հիմա փորձում գրով զարգացնել Մխիթարյան, դեպի աջ Պողոսյան Արաբյանի հետ է խաղում Ստանում է պատասխան փոխանցումը Բավական ցածրից են դիրքավորվել Արսենալի տղաները Բարձրից գլխով հարվածը Բարձրը կարող էր վտանգավոր ստացվել, բայց այդքանով գրոհն ավարտված է Կուզմակով Արագորան մտցնում է գնդակի խաղի մեջ Ռազան Զահատ Գնդակով շարունակ են մնալ Արսենալի ֆուտբոլիստները եզրային նետումը նետված է Հակոբյան Աչեզրում վտանգավոր կարող է հիմա լինել կհասնի Արզումանյանը գնդակին Սերոպյանն առաջարկում իր ծառայությունները ստանում գնդակը Բարձրից փոխանցում և անկյունային կլինի Առաջին անկյունայինը կտեսնենք Արսենալի կատարմամբ Միրանյանը կիրացնի անկյունայինը Կարծես թե խաղարկում եք տեսնելու Մարդը շատ չէ այդքան էլ տուգանայինը Փոխանցում բարձրից Տերենը Որության տերնը Փոխանցում առաջ Նապոլի ֆուտբոլիստներն փորձում հակագրոհել, բայց չի ստացվում Ներսիսյան, աչեզրով Իրքեն գրոն փորձում հազմակերպել Պողոսյան, հետևում Պողոսյանը, Արաբյան
Ծախեզում ընդունում է գնդակը Մխիթարյանը, կարող է վտանգավոր լինել, բայց Այնտեղ է զգահը Իրանյանն է կարծես թե վնասված ստացել Արսենալի կազմում Կարծես թե ամեն ինչ կարգին է Արսենալի 19 համանի մոտ և Իրանյանը կշարունակի հանդիպումը Սխալվում են գրեթե, բայց վերջին պահին հասավ գնդակին Հակոբյանը Արսենալի հակեգրոյը Պոտիսյան Չկա գրոշանություն, Միրանյանը աչեզրում լրիվ ազատ է Միրանյան հետ Ախտում ծիծ է տալիս մրցավարը Հացում առաջ Պապարում է գնդակը Արսենալի մոտ, Պոտիսյան Ստացվում անցում կատարել, բայց գնդակով շարունակում են մնալ Արսենալի տղաները Կարելի էր թողնել, որպեսզի գնդակը դուրս գա վտանգավոր ավարտված չէ Միրանյան և Դարպասապահը կարողանում է փրկել թիմի վերած գոլից ևս մեկ հարված ու Այս հարվածը կարելի է համարել դեռևս խաղի ամենավտանգավոր հարվածը Փոքրինչ շեղությամբ անցնում է գնդակը Աչեզում Նապոլի գրոյի փորձը, դերպի դարպասապահ Արադյանն է գնդակով Երկար փոխանցման տարբերակ էր փնտրում, բայց փակ էին բոլոր խաղընկերները Պողոսյան, առաջը շարվում աչեզրով Պողոսյանը Հետ Տիրասյանն է Հակում փոխանցման ճանապարհը Սպեզից գնատեն Արսենալի ֆուտբոլիստները Վտանգավոր կարող է լինել Նապոլի ֆուտբոլիստները առաջ են շարժվում և խախտում ցույց է տալիս մրցավարը Դուրս էր Տուգանայինի սահմաններից 11 մետրանցի մասին խոսք լինել չի կարող Բայց ստանդարտ ինքնին բավական վտանգավոր է մրցավարը ցույց է տալիս, որ հարված կլինի միայն Սուլիչից հետո Գնդակի մոտ է Արաբյանը Տեսնենք արդյոք ուղիղ հարված, թե խաղարկեն Նապոլի ֆուտբոլիստները, տեսնենք ինչ է մտածել Արաբյանը Կարծես թե հարվածում է, վատը չար հարվածը և հիմա փրկում է վերահաս գոլից Արսենալի պաշտպանը 11 համարը դա Չոբանյանն էր Շատ վտանգավոր էր ու Չոբանյանը գծի վրայից հանեց գնդակը Վերսված է հանդիպումը Միրանյան
Ապոլի հակագրա Գրիգորյան փոխանցում է վատը չէ Յանելի շրջվում է և կարելի է գրավել դարպասը դատարկ էր դարպասը բայց չստացվեց հարվածը Հաղորդված է վտանգը և հարված կլինի Կուզմակովի պաշտպանած դարպասից Կարող էր հիմա Նապոլին առաջ անցնել հաշվի մեջ Մեկտեղ գրողներով է անցնում հանդիպումը բավականին հետաքրքիր հանդիպման ենք ականատես լինում Միրանյան, հետ է խաղում Միրանյանը Շոբանյան, Միրանյան Գրեթե կորցրել էր և երրորդ անգամ նորից մենապայքարում հաղթողը ճանաչվում, բայց խլում են գնդակը Նապոլիի տղաները և Կուզմակովը ևս մեկ սեյվ է իրականացնում ու անկյունային կլինի Բավական լավ տպավորություն է թողնում Արսենալի դարպասապա Ներսյանը կիրացնի թիմի առաջին անկյունայինն է, 1-1 անկյունայիններով Գրիգորյանն ու Արաբյանն են Տուրանայինում հերթապահում Կլինի բարձրից փոխանցում, այո դեպի Գրիգորյանը, բայց չի ասնում գնդակը Գրիգորյանին, Մխիթարյան կտեսնենք հարված և քիչ էր մնում Մխիթարյանի կրակոցը հասներ հաջողության Տեսնենք ինչով կպատասխանի Արսենալ է, Զարգարյանն է Փորձում սկսել թիմի գրող Ալիխանյան, չի ստացվում պատխաղարկել դեպի հետ, Միրանյան Պատասխան փոխանցում դեպի Զարգարյանը Պոտիսյան Սխալվում է Պոտիսյանը պարզ իրավիճակում և եզրից կնետ են Նապոլի տղաները Ալումյանը նետեց, հայտնվել է դաշտում Արաբյան Վտանգավոր էր Անկյունային Բարձրից դեպի Գրիգորյանը հասնում է Գրիգորյանը գնդակին, բայց կարծես թե դուրս էր եկել, ոչ Մրցավարն այլ կարծիք ունի Զարգարյան Լավ է շրջվում Զարգարյանը Կմնա գնդակով Արսենալի 9 համարը Մեկը մյուսի հետևից շրջանցում է մրցակիցներին Մայի փոխանցումը փոքր-ինչ թույլ էր Կարող էր վտանգավոր ստացվել Արտենյանն է պատրաստվում եզրից նետում կատարել Ճավանական գնդակով Կմնան Արսենալի ֆուտբոլիստները, Զարգարյան Կենտրոնով Աշխարհակում Իրանյան, լավներ պատխաղը, վտանգավոր կարող է լինել Կլինի հարվածը, փակում է Նապոլիի պաշտպանը Պոտիսյանն է աչեզրում ստացել գնդակը Մխիթարյանից Դուրս եկավ անկյունային, Արսենալի երկրորդ անկյունայինն է ձեր էկրաններին Աշխարհակում Բարձրից դարպասապա տեղում է Օսյան Բարձրից դեպի հարցակման կրակակից, բայց Զարգարյանը հարկեց հարվածի ճանապարհը ու գնդակն ուղարկեց Արևան մարզադաշտ
Հարված Զենգոյանի պաշտպանած դարպասից շուտով կվերսկսվի հանդիպումը Պողոսյան, պաշտպանության ձախ եզրում ընդունում է գնդակը Պողոսյանը բացվել է Մխիթարյանը, ստանում է գնդակը Ներսիսյան Ոտում է Արաբյանի հետ գնդակը, բարձրից դեպի Մխիթարյանը Գրիգորյան, Մխիթարյանը Կպումով փորձեց փոխանցել, բայց չստացվեց, իսկ Գրիգորյանը գործնում է գնդակը ու եզրից պոտի սամը կվերսկսի հանդիպումը Դեպի Չոբանյանը փոխանցում է փոքր-ինչ ուժեղ է Ինչ է նշանակում մրցավար, անկյունային Երկուական անկյունային իրեցրել են թիմերը Ներսիսյան Բացրից, հարվածել է պետ եվս մեկ հարվածի շանս, բայց հակում են Գրիգորյանի հարվածի ճանապարհը, իսկ Արաբյանի հարվածը շեղ էր Տեսնենք Արսենալը ինչ կմտածի աջ եզրով Չի ստացվում, գուցե ձախ եզրում ինչ-որ բան ստացվի, ոչ Խլում են Նապոլիի ֆուտբոլիստները, Գրիգորյան Կարող էր շրջանցել մրցակցին, բայց չստացվեց Չոբանյանը Չի աստում գնդակին, գնդակով շարունակ էր մնալ Նապոլիի տղաները, Մխիթարյանը Երկսում հանդիպում եզրային նետում, Մխիթարյան, ձախ եզրում Փորձեց փոխանցել դեպի տուգանային հրապարակ, բայց Փորձեց գնդակը Զարգարյան դեպի Միրանյանը, խլում է Նապոլիի ֆուտբոլիստը գնդակը նորից Արսենալի տղաները վերականգնում են Գնդակի առավելությունը Զարգարյան դեպի կենտրոն, Միրանյան, հարվածի ճանապարհ է փնտրում, Միրանյանն ու գոլ 1-0 շեշտակի հարված էր ու Արսենալը բացում է խաղի հաշիվը 1-0 Հեսված է հանդիպում ու Արսենալը առաջին խաղակեսի վերջնամասում բացեց խաղի հաշիվը, տեսնենք ինչով բարձականք են Նապոլիի տղաները Հաց Արսենալը ոգևորված խփած գնդակից շարունակում է առաջարժվել Աչեզրով դրա փորձում զարգացնել Սուքեսյանը Միրանյան Ձախեզրում ազատ է խաղանկերը, ընդունում է գնդակը Հակոբյանը դեպի հետ, Զարգարյան, կտեսնենք հարված, ոչ, փոխանցում է սա վտանգավոր կարող է լինել, բայց Մխիթարյանը չեզոքացրեց սպառնալիքը, Գրիգորյանն ու Միրանյանն են պայքարին հետվել Հակոբյան Սուլմ է խաղի Գլխավոր մրցավար Գագիկ Բեգյանը Մխիթարյանի մոտ փոքր-ինչ խնդիրներ են նկատվում, բայց ամեն ինչ Վարքին է Մխիթարյանը կշարունակի հանդիպումը Վիճաբանական գնդակով կշարունակ են մնալ Արսենալի ֆուտբոլիստները Զարգարյան Դեպի ձախ Հակոբյան Հետ է խաղում Հակոբյանը, Չոբանյանն է փորձում սկսել թիմի գրոհը Կեսյան Զարգարյան
Միրանյանը եղեցի քննարկով փորձում էր շրջանցել մրցակցին, բայց խլեցին Միրանյանից գնդակը, այստեղ դրության տերը Չոբանյանն է։ Սուքասյան, Չոբանյան, կարճ խաղարկումներ։ Գնդակով շարունակում է մնալ Չոբանյանը, կարելի է հարվածել, կորցնում է հարվածի դիրքը դեպի հետ, գնդակով կմնան Արսենալի ֆուտբոլիստները։ Պոտիսյան, շատ լավ դիրքային պայքար է հիմա մղում Մխիթարյանը և ստիպում մրցակցին խախտել կանոնները և գնդակով կլինեն Նապոլիի տղաները։ Մինչ խփած գնդակը Նապոլիի ֆուտբոլիստները բավական լավ տպավորություն էին թողում, բայց Արսենալի գոլից հետո կարծես պատկերը փոխվել է։ Ուժեղ հարված առաջ դեպի Արաբյանը, բայց փոխանցումը այնքան էլ հաջող չէր և Հակոբյանը եզրից վերսկսի հանդիպումը։ Չոբանյան, Սուքասյանը ձախ եզրում չկարողացավ գրոյի շարունակություն գտնել, Պողոսյանն է հիմա աջ եզրում արշավ սկսել, բայց խլում են նրանից գնդակը։ Զարգարյանը Միրանյանի հետ է խաղում, հավ են պաշտպանում Նապոլիի ֆուտբոլիստները հիմա։ Պերջ, սուլում է առաջին խաղակեսի ավարտն է ազդարում խաղի մրցավար Գարիկ Բեգյանը, հանդիպենք քիչ անց։ Հեսված է հանդիպումը Նապոլի Արսենալ հանդիպման երկրորդ խաղակեսն է ձեր էկրաններին, հիշեցնեմ առաջ խաղակեսից հետո Միրանյանի խփած միակ գնդակը նվազագույն առավելություն է տալիս Արսենալին, երկու թիմերն էլ բավական լավ տպավորություն թողեցին առաջին խաղակեսում և բավական հետաքրքիր երկրորդ խաղակեսը մեզ սպասվում վստահ եմ Նապոլիի ֆուտբոլիստները կնետվեն կորցրածը ետ բերելու, Ալումյանի փոխանցումը կոնքրի ճանաչող էր և գնդակով կլինեն Արսենալի տղաները հարված կլինի Կուզմակովի պաշտպանած դարպասից, կարճ խաղարկումով Կուզմակովը վերսկսում է հանդիպումը, Սուքասյան, քիչ էր մնում կորցններ, Սուքասյանը գնդակը և կորցնում է, բայց Նապոլիի ֆուտբոլիստներն էլ հետ չեն մնում Սուքասյանից և գնդակով շարունակում են Արսենալի տղաները մնալ, Զարգարյանը չկարողացավ կասեցնել գնդակը, Պողոսյան այսքանով ավարտված է Նապոլիի գիրը Հակոբյան բավական ցածր են դիրքավորվել Արսենալի տղաները և Նապոլի պրեսինգն էլ բավական բարձր է ու ահա այսպես Գրիգորյանը խլում է գնդակը, հարվածի պահ է փնտրում Գրիգորյանը, կար խախտում, ինչ է նշանակում մրցավարը, սա 11 մետրանոց հետ հետուգաններին, ինչանց պարզ կլինի 11 մետրանոց է նշանակում խաղի գլխավոր մրցավար Գագիկ Բեգյանը և երկրորդ խաղակեսի հենց սկզբում Նապոլին 99%-անոց գոլային հնարավորություն ունի Արաբյանը կարող է նշակետից հավասարեցնել խաղի հաշիվը Արաբյանն ընդդեմ Կուզմակովի, տեսնենք Կա մրցավարի սուլիչը, Արաբյան, արված ու գոլ գնդակը դարպասում է, Արաբյանը 1-1 է դարձնում խաղի հաշիվը, շատ արագ Նապոլի տղաները կարողացան հավասարացնել խաղի հաշիվը, 1-1 Վերցված է հանդիպումը, 1-1
Ոտևորված հաջողությունից Նապոլի տղաները նետվում են առաջ, չկար խախտում, ցույց է տալիս մրցավարը։ Արաբյան փակում է հարվածի ճանապարհը։ Տեսնենք կդիմի արդյոք վառ համակարգին։ Բեգյանը ոչ հաստատուն է մնում իր որոշման մեջ, եզրից շարունակում են Նապոլի տղաները գրոհը։ Մրցավարը պարզ ցույց տվեց, որ ամեն ինչ տեսել է և տեսակրկնության կարիքը չի զգում։ Երկրորդ 11 մետրանցը չի պատրաստվում նշանակել Արսենալի դարպասին։ Անկյունային, հերթական անկյունայինը կիրացնի Նապոլին։ Գրիգորյանը իրացված անկյունայինը Մխիթարյան։ Հետ դեպի Պողոսյանը։ Եզրային գիծն է կարծես թե հատել գնդակը, եզրային նետում է լինելու ոչ թե անկյունային։ Այո, ամեն ինչ ճիշտ է, եզրից հեսված է հանդիպումը։ Ներսիսյան։ Ուժեղ էր Արաբյանի փոխանցումը։ Արաբյան, դեպի Գրիգորյանը, աչեզրում ընդունում է գնդակը Գրիգորյանը, փորձում շրջանցել մրցակցի շրջանցումը և կիսահարված կիսափոխանցում Գրիգորյանի կատարմամբ ու հերթական անկյունայինը Նապոլի կատարմամբ, Ներսիսյանը կիրացնի, Արաբյանն է մոտեցել, ցանկանում է խաղարկել, բայց Ներսիսյանը բարձից փոխանցում է կատարելու, դարպասապա ոչ այդքան վստահ, բայց հեռացնում է գնդակը, Արսենալի հակագրոհը կարող ենք տեսնել Շոբանյան ու գնդակով կլինեն Նապոլի ֆուտբոլիստները։ Արաբյան, ձախեզրում ճանակություն չի գտնում ու խաղում է հետ։ Ներսիսյան, Արմյան, Պողոսյան հետը խաղում Արմյանը, ձախեզրում Մխիթարյանը բացվել, ընդունում է գնդակը, ուխում է գրոհի եզրը, վատը չէ, Ներսիսյան, Ներսիսյանի գործողությունը անհասկանալի էր, գնդակով կշարունակեն մնալ Նապոլի տղաները, Պողոսյանի միացումները պաշտպանության կենտրոնից շատ լավն են և հիմա կարող են գոլի վերածվելու։ Ինչպիսի պահ է կորցնում հիմա Գրիգորյանը։ Ինչ այդ էլ Արաբյանը կարող էր գրավել դարպասը, դարպասաձողը փրկեց։ Կարող էր հիմա Նապոլին առաջ անցնել հաշվի մեջ։ Շարունակվում է թիմի գրոհը։ Արաբյան, առաջ տվեց գնդակը Արաբյանը, բայց անկյունային կլինի, Հակոբյանից հեռացավ գնդակը, ոչ, եզրից նետում, ցույց է տալիս մրցավարը, անկյունային են դեպքում, բարձրից Արաբյան, Եվս մեկ շատ վտանգավոր պահ Նապոլի կատարմամբ, երկու թիմերն էլ լավ պահեր են ստեղծում, առայժմ իրացումը այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ, բայց բավական ակտիվ և հետաքրքիր հանդիպան ենք ականատես լինում, Իրանյան դեպի աջ, կարող է վտանգավոր ստացվել,
Գնդակը Մխիթարյան, Արաբյան, կլինի հարված, բարձր էր Արաբյանի հարվածը ու Գնդակով կլինի Արսենալի ֆուտբոլիստը Սուկասյան, երկու մրցակիցներ դիմավորել են Սուկասյանին ու խլում են Գնդակը Գրիգորյան դեպի ձախ Տանացումը վատը չէր, բայց Մխիթարյանը չհասավ Գնդակին Չոբանյանը կնետի եզրից, Քեպիկյան Մխիթարյան դեպի աչի խաղում, Արաբյան, հարված Շատ վտանգավոր հարված էր փոքրինչ շեղությամբ անցավ Գնդակը, դարպասապա չէր հասնի Գնդակին, եթե ուղիղ լիներ հարվածը Չոբանյան, Պոտիսյան Քոքորյան Խլեց Հակոբյանից կարծես թե Գնդակը, բայց Որցրեց ու հարված կլինի Արսենալի պաշտպանած դարպասից Աչեզրում ընդունել է Գնդակը Զարգարյանը, Սուկասյանը ձախից բացվում է, բայց փոխանցումը փոքրինչ ուշացած էր և ուժեղ Պողոսյան Արաբյան Զարգարյանն է խլում Գնդակը, ձախեզրով փորձում շարժվել առաջ, երկու մրցակիցներ են դիմավորել ու Ներսիսյանը ազդուրած է պաշտպանվում Չի լինի անկյունային, ցույց է տալիս մրցարարը, որ Զարգարյանը խախտել է խաղի կանոնները և տեղի քարտ է ստանում Զարգարյանը խոսակցությունների համար Ներսիսյան Բարձրից դեպի Արաբյանը Եկը չի հասնում Արաբյանին Այս Գնդակով շարունակում են Նապոլի ֆուտբոլիստները Այս միայն եզրից նետում Ներսիսյան Ճրվում է Ներսիսյանը Բայց մրցակիցները շատ էին և զարգացում չստացավ Եվս մեկ երկար փոխանցման փորձ Չոբանյանն է դրության տերը Հակոբյան Խլում է Գրիգորյանը Գնդակը Ալումյանը Չգտավ գրոյի շարունակություն իսկ Ներսիսյանն էլ Շարունակումով կանխած մրցակցի հակագրով Զարգարյան Փոխանցումը Հատը չէր, բայց Գնդակին չի հասնում Արսենալի կիսապաշտպանը Մխիթարյան Նոխում են գրայողությունը, Ալումյանը աչեզրում միայնակ է, շարժվում է առաջ, Միրանյանն է դիմավորում, փոխանցում, Արաբյան Հացից դեպի Արաբյանը Գնդակը դաշտում է Արաբյան, հարվածը վատը չէր, բայց թույլ էր Կերոնակ թոնի Գնդակը որպեսի Միրանյանը կարծես խնդիրներ ունի Ասվածք է ստացել Արսենալի 19 համարը Սենք ամեն ինչ լուրջ չէ և շուտով Միրանյանը շարունակի խաղաց
Իրա ոտից է լավ։ Մերնա, գնդակը տղիք։ Դու լավ տո ախտը դու։ Պետ հասեր ես։ Աչոտը։ Չէր ասա։ Դու լավա։ Աչոտը։ Ամ դու ես։ Հանի։ Արտեստը Միրանյանը առայժմ չի կարող շարունակել հանդիպումը, բայց հանդիպումը կվերսկսվի Ներսիսյանը Արցախման աչեզրից պատրաստվում է անկյունային իրացնել, մարդը շատ է Արսենալի տուգանային հրապարակը, մի հակագրո արդյոք Զարգարյան, Գնդակը դաշտում է Սուչեսյան, Տանգավոր կարող է լինել, հարվածել է պետք, կրկին հարվածի պահ կործնում են Արսենալի ֆուտբոլիստները, իսկ Ներսիսյանը շատ լավ է պաշտպանվում, Գրիգորյան, Ներսիսյան, Արաբյան, հարվածել է պետք, հարված ու գոլ, գոլ 2-1 Նապոլին առաջ է անցնում հաշվի մեջ, Ես ասում եմ, եթե ունենամ օգորեի նկատում Վերսկված է հանդիպումը Նապոլին, բաստողնված գնդակից հետո երկու գնդակ է ուղարկել Արսենալի դարպասը ու այս պայդրությամբ կամային հաղթանակ է տանում, 2-1 է հաշիվը, տեսնենք Արսենալի տղաները ինչպես կարձագանք են բաստողնված գոլին, Արաբյան դեպի առաջ, կհասնի գնդակը, ոչ, հալված կրինի դարպասից, Արի, խլել ես, դավայ, մոտիկ, Երիս չեմ մտնում, երիս Արսենալի հակագրո աչեզրով, ձախից բավական տարբերակներ կա, իհարկե խախտում էր, միանշանակ խախտում էր, բայց շատ ուշացրեց Արսենալի 6 համարը, ձախ եզրում երկու թիմակիցներ ազատ էին, կարելի էր ավելի շուտ փոխանցել, հիմա միայն տուգանային։ Էմիլ գնա առաջ Ոչ, չի նշանակում տուգանային, մրցավարը անկյունային է, լինելու Արսենալի կատարմամբ, փոխանցում բարձրից, Հակոբյանի գնդակը չի հասնում, Գրիգորյանը փորձում է թիմի հակագրոհը հարուցել, բայց Պետիսամակնետի եզրից Չովանյան, Արաբյանն է խլում գնդակը, աչեզրում Գրիգորյանը ստանում է գնդակը դեպի Արաբյանն էր փոխանցումը, բայց Պասապանն է դրության տերը, հիմա շատ լավ է Մխիթարյանը հավաքում է գնդակը դեպի հետ, Արաբյան սլում է մրցավարը Արսենալի ֆուտբոլիստները Իասն տգանային Արագորեն Եցում են վերսկսել հանդիպումը
Կրկնել է պետք արված է գնդակը ֆիքսված դիրքում չէր։ Զարգարյան, առաջ է խաղում Զարգարյանը։ Նապոլի ֆուտբոլիստների տակտիկան վերջի պահին, պահերին արդեն պարզ է երկար փոխանցումներ դեպի Արաբյանը, հիմա Արաբյանը կարող էր շուքեղ գոլ խփել, բայց Կարպասաձողը փրկեց, Գրիգորյան փոխանցել է պետք, այո, փոխանցում է շատ գեղեցիկ կոմբինացիոն գնդակ են խփում Նապոլի ֆուտբոլիստները 3-1 և կարծես թե վճռելով խաղի ելքը տեսնենք դեռ ժամանակ կա Երեք մեկ վեսկված է հանդիպումը Տեսնենք արդյոք 4-րդ գնդակը ոչ փոքր ինչ եղեր Գրիգորյանի հարվածը Արսենալը հիմա Կեցի կրճատել գոնը հաշվի տարբերությունը կրկին խախտում կար Լոպիկյանի նկատմամբ Կերյան Արմյանն աչեզրումությունել գնդակը, դեպի աչ, Գրիգորյան հակում է պոտի սամը, այստեղ էլ Հակոբյանն է գեղեցիկ խաղում, բայց ոչ արդյունավետ կորցնում են գնդակը Արսենալի տղաները Հարվածի փորձ, որը չստացվեց, երկտեղ սխալներ գնդակով Արսենալն է արձակման ձախեցնում, բայց Ալումյանը խլում է գնդակը, Պողոսյան Ստանում է պատասխան փոխանցումը, Գրիգորյան Պասեցումը այդքան էլ աջող չէր և միայն անկյունային կլինի Հենց Գրիգորյանն է գիրացնի անկյունայինը Պետրոսյանը մտավ խաղադաշտ Ներսիսյանի փոխարեն Ակրոբատիկ հարվածիկ փորձ Արաբյանի կատարմամբ, բայց փորձը աջող չէր, աչեզրում կարող էր վտանգավոր լինել, բայց Պողոսյանը ճիշտ դիրք է ընտրել Արաբյան Հերվից հարված ենք տեսնելու Պոտիսամի ուղղությամբ դեպի Կարյան դեպի Արաբյանը հիմա Պարշե Գրիգորյանը օգնեց տեխան գարեց Դարպասաձողին ամեն դեպքում դիպավ գնդակը, այստեղ էլ դարպասապանը անաջող խաղում Գրիգորյան դեպի Արաբյանը հարվածել է պետք Արաբյան Մյուս Արաբյանին է փոխանցում գնդակը Անկյունային Երեք մեկ է խաղի հաշիվը, բայց Նապոլին այնպես առաջ նետվում, կարծես պարտվողի դերում է Գրոհի ետևից, վտանգավոր պահի ետևից Կարծես թե Արսենալի ֆուտբոլիստները համակերպել են պարտության միտքի հետ Նապոլի ֆուտբոլիստը սխալվում է ու Արսենալը կարող է հակագրվել, բայց ճիշտ է պաշտպանվում Մխիթարյանը 4-3-ի դիմաց հարձակվում են Նապոլի տղաները Արաբյան Պյաչ, Մխիթարյան
Արաբյան արվածը բարձր է, բայց սուլել էր մինչ այդ մրցավարը։ Ողտել են Նապոլի ֆուտբոլիստները հայկանումները հարցակվելիս։ Պատիսան դեպի Չոբանյանը։ Կեպիկյան, շրջապակման մեջ էր Կեպիկյանը, կարել այլ ճանապարհ փնտրել, բավական բարդ դրության մեջ դրեց Չոբանյանը Կեպիկյանին, հիմա Գրիգորյանը աչեզրում ընդունում է գնդակը 1-2 խաբկերի ում արված և այսօր կարծես թե ավելի շատ դարպասաձողին ենք հարված տեսել քան գոլ, դեպ գոլերը մեզ մոտ այդքան էլ քիչ չեն, 4 դարպասի գրավում ունենք, բայց 6-7 անգամ դարպասաձողին է դիպել գնդակը։ Կապիտան Աշխարհացման ճանապարհը փնտրում, աչեզրում բացվել է Սուքեսյանը, Չոբանյանը միայնակ է փորձում վճռել դրվագի ելքը և դեռևս պահպանում է գնդակը թիմի մոտ, Սուքեսյան խլում է գնդակը Մխիթարյանը, բավական լավ հանդիպում է անցկացնում Նապոլիի պաշտպանը, հիմա Գրիգորյանը կարող է հաշիվը դարձնել ավելի խոշոր և Արաբյանը բարձր է հարվածում նպաստավոր դիրքից։ Կարծես թե Նապոլիի տղաների կենտրոնացումն էլ է ընկել։ Կեպիկյանը խաղում է Տոպիսամի հետ, Հակոբյանին փոխանցում է բավական անհաջող էր, բայց Հակոբյանը կարծես թե շահում է դիրքը, գնդակը կմնա Արսենալի մոտ, Չոբանյան Ապաղում է Չոբանյանը, Հակոբյան երկու մրցակիցներ են դիմավորել և գնդակը ամեն դեպքում կմնա Արսենալի մոտ Ալիմանից հեռացավ, Զարգարյան Տոպիսան Շատ ռիսկային է խաղում Տոպիսանը և հիմա պատժել է պետք մրցակցին, բայց դարպասապահ ազդուրաց է խաղում Սերոպյան, շրջանցում է Սերոպյանը մրցակցին, կենտրոնով է շարունակվում Արսենալի գրոհը, Սուքեսյան ձախից, աչից տարբերակներ կան, Չոբանյան, նորից Սուքեսյան, դե տղաներ, կրճատել է պետք հաշիվը, չի ստացվում Արսենալի ֆուտբոլիստների մոտ դանել և հիմա Նապոլի ֆուտբոլիստներն էլ կարծես ցանկություն չունեն գրոհելու, Զարգարյան Դիտման վերջնամասում մեկի մոտ չի ստացվում, իսկ մեկը չի ցանկանում փոփոխություն կլինի Նապոլիի կազմում Ներսյանն է վերադառնում խաղադաշտ Պետրոսյան աչեզրում Պետրոսյանը ընդունել է գնդակը, թարմ է Պետրոսյանը, բայց վերջ հանդիպումը ավարտված է, հարգելիներս 3-1 բավական հետաքրքիր հանդիպում տեսանք, հիշեցնեմ հանդիպումը բացեց խաղի հաշիվը Միրանյանը, բայց Նապոլին 3 անպատասխան գնդակ ուղարկեց Միրանյանի գոլից հետո և այսպիսով 3-1 Նապոլին հաղթում է։ Շնորհակալություն ուշադրության համար, խաղա ձեզ համար մեկնաբանեց Գևորգ Մկրտչյանը, մնաք բայրեղ։